Այսօր ես ցույց կտամ, թե ես ինչ եմ ուտում ու ինչ հավելումներ եմ ընդունում իմ ագրեսիվ դիետայի շրջանակներում, որպեսզի հնարավորինս արագ քաշ կորցնեմ մինիմալ մկանային մասսա կորցնելով ու բոլոր անհրաժեշտ սննդանյութերը սնունդից ստանալով։ Նախաճաշը այս շեյքն է, որի մեջ մտնում է 2 կուբ կանաչ ոլորի պրոտեին, 300 մլ կես% յուղայնության կաթ, մի հատ բանան, 5 գրամ կրեատին, 2 գրամ աղ ու 2 գրամ թորին։ Այս նաև կարելի ասել իմ մինչև մարզում սնունդը։ Գրեթե ճարպեր չկան։ Մենակ սպիտակ ու ցած խճրեր։ Փորձում գոնե կես գրամ ածխաջուր ամեն 1 կիլոգրամ զանգվածի համար ստանամ, որ նորմալ էներգիա ունենամ մարզման ժամանակ։ Նաև այս սնունդից ստանում եմ իմ երկաթի մեծ մասը, որը համադրում եմ վիտամին C-ի հետ ավելի լավ յուրացման համար, քանի որ այս ոչ հեմային երկաթ է։ Մարզումից հետո սնունդը մոտ 200 գրամ հավիլոշ, 400 գրամ քաղցր կարտոֆիլ ու սովորաբար բրոկոլի ու դդմիկ, բայց բանջարեղենները երբեմն փոխվում ըստ նրա, թե ինչն է թարմ լինում խանութում։ Էլի ցածր ճարպեր, շատը սպիտակ ու ցած խճրեր, քանի որ ածխաջրերի մեծ մասը փորձում եմ մարզման շուրջ ստանամ։ Լիքը վիտամին A քաղցր կարտոֆիլից, B վիտամիններ, վիտամին K, ֆոսֆոր, սելենիում, կալիում, բրինձ եւ այլն։ Օրվա վերջին սնունդը 180 գրամ անյուղ կատնաշոր, 130 գրամ 2% յուղայնության հունական յոգուրտ, 50 գրամ լուշ ու 4 հատ փոքր ձու։ Ստեղ գրեթե ածխաջրեր չկան, մենակ սպիտակուցա ու օրվա գրեթե բոլոր ճարպերը։ Նաև սնունդի հետ ընտրում եմ վիտամին D + K2 ու ձկան յուղ, քանի որ սրանք ճարպոտ սնունդների հետ ավելի լավ են յուրացվում։ Այս սնունդն էլ ապահովում է օրվա կալցիումը, վիտամին E-ն, որն ուշից է գալիս, խոլին, զինկ, բիոտին եւ այլն։ Քանի որ այս սնունդը համ շատ ճարպեր ունի, համ սպիտակուցներ, այն շատ կշտացնող է ու ես առանձնապես շատ չեմ սովածանում մինչև քնելս։ Ու քնելուց մոտ մի ժամ շուտ հետեւյալ հավելումներն եմ ընդունում, ավելի շատ քնի որակը բարելավելու համար։ 5 գրամ գլիցին, 200 մգ մագնեզիում բիսգլայսինեյտ ու 15 մգ ցինկ պիկոլինեյտ։ Ընդհանուր օրվա կտրվածքով գալիս է մոտ 1800 կալորիա, 160 գրամ սպիտակուց, 165 գրամ ածխաջուր ու 64 գրամ ճարպ։